այս դարպասների ետևում ձմռան սառնամանիքը ընդհանրապես չի զգացվում, քանի որ այս վարպետները աշխատում են 1300 ջերմաստիճան վառարանների շուրջ ու նույն չափ ջերմությամբ պատրաստում են ապակյա ստեղծագործություններ։ Արզնիում կա ապակյա հուշանվերային շշերի արտադրամաս։ Այստեղ արտադրվող ամեն շիշ ձեռքի աշխատանք է ու պահանջում է ստեղծագործ մոտեցում։ Ընդամենը մի քանի րոպեում տաք վիճակում վարպետները պետք է ապակուց հասցնեն ստանալ իրենց ուզած ձևը։ Մասնագիտության մասին պատմում են վարպետները։ Եթե նկարիչը կարա 3 ամսում մի հատ նկարը նկարի, ես ունեմ 3 րոպե ժամանակ։ Ջարդը լցնում ենք, ջարդ ապակին։ Իր հետ խառնվում է սոդա, տարբեր քիմիկատներ կա, որ հետը խառնվում է։ Վառարանի մեջ որտեղ ապակին էփվում է 1400 աստիճան է։ Իսկ որտեղ որ մենք ենք աշխատում, արդեն որտեղից անում ենք, այնտեղ 1200, 1100, նայած ինչ ջերմաստիճան արդեն մեզ պետք։ Ոնց են փուչիկը փչում, դա էլ իր ձևն ունի, էլի։ Փչում ես, դա արդեն նայելով ինչքան պետք է փչես, ոնց պետք է փչես։ Օրինակ այս ապրանքը ես որ սարքում էի, ես սկզբից չեմ անում, տեսակ որ գցեցի ռեֆլյոնկի մեջ, փչեցի ինքը ուռավ, հետո հետ եմ քաշում, որ կպնի պատերը, նորից փչում եմ, որ ձևը ստանամ իրա։ Թրծվում է ապրանքը, որ ինքը տաքանալուց, սառելուց չճաքի, չջարդվի։ Ու տենց կոնյակի համար ենք հիմնական սարքում, սուվիներներ էլի, տարբեր տեսակի։ Անդրանիկ Հակոբյանը գրեթե բացման օրվանից աշխատում է արտադրամասում։ Նա սկսել է որպես բանվոր, իսկ հետո հավանել գործն ու սկսել սովորել դրա գաղտնիքները։ Հետագայում նրան միացել են ընտանիքի անդամները։ Այժմ նա այդ գիտելիքները փոխանցում է մյուսներին։ Դե սկզբից ես մենակ եմ ստեղ աշխատել, հետո աղբորս եմ բերել, սովորացրել եմ գործը։ Հետո քույրս է եկել, դե ինձ պետք էր օգնական, տենց ճիշտ համարեցի, որ իմ ընտանիքի անդամների հետ աշխատեմ։ Հետո վարպետ դառնալու համար դե մի քանի տարի պետք է։ Առաջնահերթ ապակի կարողանա հանել վառարանից, այդ ապակին ճիշտ մշակի, ամեն մարդ չի կարա, չէ՞, քանդակագործ դառնա, նկարիչ դառնա։ Նույնն էլ սա է, էլի։ Այս վարպետները մեզ մոտ են բոլորը սովորել, այսինքն սա գալիս է դեռ սովետական տարիներից։ Եթե դուք գիտեք, Բյուրեղանում գոյություններ հայ ապակի արտադրական միավորում Խրուստալիկ գործարանը։ Այդտեղից է, որ այդ մասնագետները այնտեղ այն ժամանակ այսօրվա մասնագետների պապաներն էին աշխատում, մամաները, դեղից կամաց տեղափոխվել է մեզ մոտ, կամաց մենք էլ ենք աճացնում։ Գործը սիրելը պարտադիր է։ Արտադրամասի տնօրեն Համազազբ Սարգսյանն էլ 13 տարեկանից է սովորել ապակեգործությունն ու աշխատել Արզնիի ապակյա շշերի գործարանում։ Գործարանի փակումից հետո հուշանվերների փոքրիկ արտադրամասը նա կարողացել է վերաբացել եւ այն գործում է արդեն 17 տարի։ Այդ փոքր հասակից ես հետաքրքիր էր այդ արտադրությունը եւ տենց մեծացա, տարիներն անցան, գործարանը մեծացավ, մենք էլ հետը մեծացանք, մեծ գործարաններ չէին կարող պահել, սայանիստը մեզանից գնեց որոշ բաներ տարավ իր մոտ պատրաստեց, մենք անցանք այս մեր փոքր արտադրամասը տեղափոխեցինք ստեղ։